Այսօրից մարտի 19-ից 22-ը Երևանում կանցկացվի Վահրամ Փափազյանի անվան Շեքսպիրյան 11-րդ միջազգային ամենամյա փառատոնը։ Փառատոնը նվիրվում է անգլիացի դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին։ Փառատոնին կմասնակցեն Շեքսպիրյան փառատոնների եվրոպական ցանցի տնօրենները Անգլիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Չեխիայից, Դանիայից։ Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր մարտի 19-ին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում Շեքսպիրի լիրարքը հայ-վրացական համատեղ ներկայացման առաջնախաղով։ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ ամբողջ հանրապետությունում իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի առաջին շաբաթվա ընթացքում Երևանում և Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում կազմակերպված բաց դռներին բուժ հիմնարկ է դիմել 5982 կին։ Երևանի պոլիկլինիկաները դիմել մոտ 3790 կին։ Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերը տոնելու համար Շվեյցարիայի դեսպանատունը կազմակերպում է ոսկերչական իրերի ցուցադրություն Ժնևի արվեստի և դիզայնի դպրոցի աջակցությամբ։ Աշխատանքները կներկայացնի դպրոցի դիզայնի բաժնի 3 ուսանող։ Իսկ Երևանում այս պահին զրոյից բարձր 3 աստիճան է, ծանոթացեք եղանագիտությանը ամբողջ Հայաստանում։